Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել $9,000։ Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտման ուղղված միջոցառումներ, փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ եւս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնշտորել ու թալանել էին տունը, թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում ոչինչ չգողանալով փախել էին։ Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն 2 անձ, եւ Կոտայքի քրեական ոստիկաններն առաջ քաշեցին վարկած, որ 3 դեպքն էլ նույն անձանց գործն է։ Այս տրամաբանությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա եւ 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։ Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից եւ նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած Ford Transit մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ քրեական ոստիկանները համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ ժամը 15:35-ին Արշակունյանց պողոտայում 3-ն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության մարզային վարչություն։ 31 եւ 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։